Փետրվարին Միացյալ Նահանգների փոխնախագահի այցը Հայաստան եւ Ադրբեջան Թրամփը ներկայացնում է որպես խաղաղության ամրապնդման քայլ։ Բայց երբ այն ուղեկցվում է պաշտպանական սարքավորումների վաճառքի խոստումներով, հարց է ծագում. ինչ խաղաղության մասին է խոսքը։ Կվաճառենք Ադրբեջանին Միացյալ Նահանգներում արտադրված պաշտպանական սարքավորումներ, զրահաբաճկոններ, նավակներ եւ այլն։ Իսկ Հայաստանին ինչու է նա զինվում եւ ել ավելի ավելացնում է իր ռազմական բյուջեն, անընդհատ զինտեխնիկա է գնում Անգլիայից, Միացյալ Նահանգներից, Թուրքիայից, արաբական երկրներից, ում հետ է նա պատրաստվում ռազմական բախման, եթե անընդհատ ավելացնում է ռազմական բյուջեն եւ զինամթերք է գնում։ Եթե մենք սա չենք հասկանում, ուրեմն մենք արժանի չենք, որ մենք հանրապետություն ունենանք։ Այս պայմանավորվածությունը Դավոսում Թրամփ-Ալիև հանդիպումից հետո է ձեռք բերվել։ Սա կարող է նախադեպ լինել Վաշինգտոն-Բաքու զենք զինամթերք ձեռք բերելու հետագա զարգացման համար, նշում է քաղաքագետ Արա Պողոսյանը։ Գործարքը առավել քան ամրապնդում է Ադրբեջանի պաշտպանունակությունը։ Մյուս կողմից Ադրբեջանին հնարավորություն է տալիս հասանելիություն ունենալ ամերիկյան պաշտպանական տեխնոլոգիաների, ինչը երկարաժամկետ հեռանկարում իսկապես Հայաստանի Հանրապետության համար կարող է ստեղծել երկարատև սպառնալիքներ։ Բաքուն երբեք էլ կաշկանդված չի եղել Միացյալ Նահանգների զինատեսակների ձեռքբերման հարցում, հաշվի առնելով իր հարաբերությունները Իսրայելի հետ, կարծում է Արթուր Խաչիկյանը։ Անդրադառնալով Միացյալ Նահանգների փոխնախագահի Հայաստան-Ադրբեջան այցին, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ փոխնախագահի Բաքու այց նախատեսված չէր։ Այն ևս ձեռք է բերվել Դավոսում Թրամփ-Ալիև հանդիպմանը։ Իսկ Հայաստանը Հայաստանի հետ նախատեսվում է կնքել, ինչպես Թրամփն է գրել, միջուկային խաղաղ գործակցության շուրջ հիանալի համաձայնագիր, նաև գործարքներ կիսահաղորդիչների վերաբերյալ։ Ինչ օգուտ կտա այն Հայաստանին։ Հիմա մեզ վաճառելու են ինչ-որ խաղալիքային ատոմակայաններ, մոդուլներ, ինչ-որ բառեր են ասում, այս խումբը անգամ չի հասկանում ինչ բառեր են իրենց սովորացնում, որ նրանք ասեն։ Հիմնական միտքը այն է, որ պետք է Ռուսաստանը այստեղից դուրս գա, Ռուսաստանի հետ բոլոր կապերը խզվեն եւ փակվի ատոմակայանը, որից հետո մենք ծնկաչոք խնդրելու ենք Ալիևից ամեն ձմեռ, որ նա մեր գազը նավթը չփակի։ Խաչիկյանը կարծում է, էներգետիկ անվտանգության վերաբերյալ խնդիրներ են առաջանալու, եւ քանի որ ուժն է վերջին շրջանում միայն հաշվի առնվում, ցանկացած պահի կարող են ուժով ստիպել Հայաստանին անել այն, ինչ ձեռնտու է նահանգներին, Ադրբեջանին, ինչու չէ նաեւ Թուրքիային։ Քաղաքագետ Արա Պողոսյանն էլ կարծում է, գործարքները, որ պետք է կնքվեն Բաքվի եւ Երևանի միջև, կշռով տարբերվում են։ Ես կարծում եմ, որ դա շատ ավելի կարևոր է պաշտպանունակության բարձրացումը, որը պետության, կայունության, ամրապնդման եւ զարգացման կարևորագույն գործիքներից մեկն է։ Ադրբեջանը ստանում է այս գործիքը, փոխարենը Հայաստանի Հանրապետությունը ստանում է էներգետիկ անվտանգության ոլորտում իրականում սա կարևոր տեխնոլոգիա է, բայց պետության զարգացման, համապարփակ անվտանգության տեսանկյունից սա բավարար չէ։ Խաղաղության մասին խոստումները Հարավային Կովկասում ուղեկցվում են անհամաչափ գործարքներով, իսկ երբ մի կողմում զենքի վաճառք է, մյուսում խոստումներ ու անորոշ համաձայնագրեր, հարցը մնում է բաց. ինչ գնով է կառուցվում այդ խաղաղությունը եւ ով է վճարում դրա իրական արժեքը։ Անի Աբաղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք 3w abcmedia.am պաշտոնական կայք։